Պետք է փողին հասկանալ որտեղից է գալիս, ինչքան է գալիս ու այդ փողը հետո ուր է գնում։ Տեսեք, մենք երբեք չենք մտածի, չէ, որ ընկերությունը, կազմակերպությունը ինքը իր ֆինանսների մասին sense մտքի մեջ հաշվարկներ անի։ Բայց մենք միշտ մտածում ենք մեր անձնական փողի մասին, որ մենք մտքում իրանք կարողանանք հասկանալ ինչքան փող է մեզ գալիս, հետո մենք ինչքան ենք ծախսում բայց իրականում մենք դա մտքով չենք կարողանում ճիշտ այդ պատկերը տեսնել։ Խորհուրդ այսպեսին է. սկսել գրառել եկամուտները, սկսել գրառել ծախսերը։ Ու ծախսերը ըստ բաժինների։ Սնունդ, չգիտեմ, տրանսպորտ եւ այլն։ 3 ամիս հետո արդեն մենք կարողանանք մոտավորապես միջին պատկերացնել, օրինակ միջին օրական մեր ծախսը, միջին ամսական մեր ծախսը։ Դրանից հետո այս բյուջեի process-ը ինչի է կարևոր, ոչ թե որ մենք միշտ post factum նայենք, թե մենք ինչ ենք արել, այլ ինչ որ ժամանակ հետո կարողանանք նաեւ ապագան հասկանալ, թե ինչ անենք։ Օրինակ մեզ 6 ամիս հետո պետք է լինելու այսքան փող, այսինչ հոդվածով, այսինչ բանի համար մի տարի հետո պետք է լինելու այսքան ու դրան պատրաստվել։ Եկամուտն եկա, մենք ծախսերն արեցինք ու այնտեղ մնաց ինչ որ ազատ միջոց։ Այս սրանք հասկանանք ինչ ենք անում։ Այստեղ գալիս է արդեն ներդրումների փուլը, որ սկսում ենք մտածել ինչ գործիքներ կան։